Երևանում ներկայացվել է նոր հետազոտություն, որն անդրադառնում է Հայաստանի բազմաշերտ կախվածություններին Ռուսաստանից, վերհանելով դրանցից բխող սպառնալիքները, նաև առաջարկում դրանց հաղթահարման ուղիները։ Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից, սպառնալիքներ և լուծումներ վերնագրով ուսումնասիրությունը վերլուծում է տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, տեղեկատվական ոլորտի, ժողովրդագրության և ռազմաքաղաքական փոխկապակցվածությունների խորքային շերտերը, փորձելով հասկանալ, ինչպես և որքանով է այդ կախվածությունը վերածվում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության սպառնալիքի։ Հետազոտությունն իրականացրել են Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Քոչինյանի կարծիքով Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից էլ հայկական կողմը կախվածության մեջ է եղել Ռուսաստանից, սակայն դա որպես սպառնալիք սկսվել է ընկալվել վերջին շրջանում։ Նա մանրամասնել է. Կախվածությունները եւ սպառնալիքները մենք պայմանականորեն բաժանել ենք մի խմբերի, առաջին խումբը դա տնտեսական խումբն է, ենթակառուցվածքային խումբ կա, ուրեմն կա պարենային կախվածություններ, կա բունֆիզիկական, ահաբեկչական, կա սոցիալական ուրեմն շարժերի հետ կապված կախվածություններ, մեդիա կախվածություններ, այսինքն տեղեկատվական բնույթի կախվածություններ եւ սպառնալիքներ։ Սրանք բոլորը իմիջիայլոց մենք անվանել ենք ոչ թե կախվածություններ, այլ հենց սպառնալիքներ, որտեւ ներկայիս այս հիբրիդային հարվածների տրամաբանության մեջ այդ կախվածությունները Ռուսաստանը արդեն իսկ սկսել է օգտագործել որպես սպառնալիքներ Հայաստանի դեմ։ Աշխատության մեջ ներկայացված են ոչ միայն սպառնալիքները, այլև դրանց հաղթահարման ճանապարհները, մասնավորապես տեղեկատվական սպառնալիքի դեմ հետազոտողներն առաջարկել են Տեղեկատվական սպառնալիքների մասով ամենաակնհայտ իհարկե առաջարկությունը վերաբերվում է հանրային մուլտիպլեքսում ռուսական ուրեմն տեղեկատվական գործիքակազմերի առկայությանը, որը որի աբսուրդությունը հասկանալու համար պետք է ֆիքսենք, որ Հայաստանը հետխորհրդային միակ հանրապետությունն է, որի հանրային մուլտիպլեքսում դեռևս մնացել են ռուսական ալիքներ։ Ու սա անթույլատրելի ուղղակի էլեմենտ է։ Մենք անցնող տարիների ընթացքում հատկապես Հայաստանում ներքաղաքական ուրեմն լարված իրավիճակներում բազմիցս ենք տեսել, թե ինչպես են ռուսական հեռուստաալիքները օգտագործում այս իրավիճակը Հայաստանում հավելյալ ճնշում, հավելյալ անհանգստություն գեներացնելու համար։ Ըստ Քոչինյանի, բացի ռուսական հեռուստաալիքների արգելափակումից, անհրաժեշտ է նաև օրենսդրական փոփոխություններ։ Հայաստանում վաղուց անհրաժեշտ են օրենքների թարմացումներ, օրենքների վերանայումներ, որովհետև բոլոր օրենքները, որոնք ընդունվել են մի իրավիճակում, երբ որ համացանցը եւ սոցիալական ուրեմն ցանցերը այս աստիճան մեդիա ներգրավվածություն եւ այս աստիճան մեդիա սփռվածություն չեն ունեցել, այստեղ մենք երկրորդ խնդիր ունենք։ Երրորդ խնդիրը բնականաբար մեդիա գրագիտության վրա աշխատանքն է, որովհետև կարևոր երևի թե ընտրություններին ընդառաջ հատկապես ցուցիչը գիտեք որը կլինի, եթե մարդիկ չվստահեն իրենց անծանոթ ուրեմն մեդիա հարթակների, թե մարդիկ չվստահեն իրենց անծանոթ ինֆորմացիոն աղբյուրների։ 6-ից 8 ամիս ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հետազոտողներին հաջողվել է բացահայտել եւ ներկայացնել բոլոր սպառնալիքները, ընդհուպ մինչեւ ՌԴ-ային ծայրահեղ քայլերը, որոնք կարող են հետագայում դառնալ սպառնալիք, նշել է փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բաժինների, այդ բաժինները ընդգրկում են տեղեկատվական, ժողովրդագրական, էներգետիկ, ֆիզիկական սպառնալիքներ եւ այլն։ Դրանք բոլոր այն կախվածություններն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը ունի այս 30 տարիների ընթացքում ձևավորվել են Ռուսաստանից եւ առաջարկել են ամեն մի կախվածության սպառնալիքի վերածվելու գործընթացը թույլ չտալու լուծումներ եւ այն կախվածությունները, որոնք ակնհայտորեն արդեն սպառնալիք են Հայաստանի համար, այդ կախվածությունում ռիսկերը նվազեցնելու լուծումներ ենք մենք առաջարկել։ Ղևոնդյանի կարծիքով, որքան Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի քաղաքական ուղղվածությանը եւ տարբեր պաշտոնյաների միջոցով հաճախ տողատակով սպառնում է Հայաստանին, նշելով, որ հապկից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն օրինակ ծանր հետևանքների կարող է հանգեցնել, այնուամենայնիվ չենք առաջարկում վերցնել դանակը եւ հատել ինչ-որ մի բան, մենք առաջարկում ենք ստեղծել հնարավորություններ։ Այս որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունը չի կարող մեղադրել նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է իր հնարավորությունները ավելացնել։ Հետազոտողների կարծիքով Հայաստանը երկար տարիներ առաջնորդվել է անվտանգության սխալ մոդելով, ըստ որի իր ռազմաքաղաքական ապահովությունը փաստացի փոխանցվել է Ռուսաստանին։ Այս մոդելը սակայն ամբողջությամբ ձախողվել է հատկապես 2020 թվականի պատերազմից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանը չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները ինչպես Հայաստանի տարածքային ամբողջականության, այնպես էլ Արցախում խաղաղության պահպանման հարցում։ Նոր իրողությունների պայմաններում Հայաստանը
կանգնած է արտաքին եւ ներքին քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության առաջ։ Այս օրակարգի առանցքը պետք է լինի անվտանգության ապահովման ինքնուրույն ներուժի զարգացումն ու կախվածությունների նվազեցումը, հատկապես այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը կարող է կիրառել ճնշման գործիքներ։ Հետազոտությունը ներկայացնում է այդ գործիքներն ու դրանց չեզոքացման հնարավոր ռազմավարությունները, ընդգծելով, որ առանց դրանց հնարավոր չի ապահովել Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունը։ Ուսումնասիրությունն իր էությամբ նոր քաղաքական ու կառուցվածքային մոտեցում ցուցաբերելու կոչ է, ոչ միայն վերհանելու խնդիրները, այլև առաջարկելու դրանց հաղթահարման գործնական լուծումները։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։